Հայաստանը հետևում է Եվրազեսի օրակարգին, ակտիվ մասնակցում հակաճգնաժամային հիմնադրամի բարձր տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքներին, հանդես գալիս նախաձեռնություններով։ ԱՊՀ երկրների հետագա համագործակցությունը զարգացնելու լավագույն տարբերակներից է ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որի շուրջ պայմանագիրը կստորագրվի հաջորդ տարի։ Անդրադառնալով հակաճգնաժամային հիմնադրամից Նաիրիտի վարկավորման հարցին Տիգրան Սարգսյանը նշեց, թեման քննարկվել է ինչպես նախորդ հանդիպման, այնպես էլ օրեր առաջ Ռուսաստանի փոխվարչապետի հետ իմ հեռախոսազրույցի ժամանակ, եւ ահա պետերբուրգյան հանդիպումներում ներկայացվեցին քննարկումների արդյունքները։ Հանձնարարական է տրված Ռուսաստանի ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, որպեսզի նրանք բոլոր տեխնիկական, ֆինանսական խնդիրները քննարկեն եւ ներկայացնեն արդեն կոնկրետ առաջարկություն։ Այդ վարկային ծրագիրը այս պայմանությամբ գնացում է 150-ից մինչև 300 միլիոն դոլարի, կախված նրանից, թե ինչպիսի կոմպոնենտներ այդ ծրագրի մեջ մենք կներառենք։ Մինչև այս տարվա ավարտը պետք է արդեն լինի հստակ դիրքորոշում, թե որ ծրագրով ենք առաջ շարժվելու եւ ինչ ծավալի հայտ ենք ներկայացնելու հակաճգնաժամային հիմնադրամին։ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի տարվա այս եղանակին հայերիս համար անսովոր ցուրտը չխանգարեց հայկական պատվիրակությանը ոչ միայն մասնակցել աշխատանքային քննարկումներին, այլև ըմբոշխնել քաղաքի ճարտարապետական հմայքը։ Այս հրապարակում է գտնվում վարչապետի հարազատ բուհը, ֆինանսների եւ տնտեսության պետական համալսարանը, որտեղ Տիգրան Սարգսյանը 7 տարի սովորել է պաշտպանել տեխնացուական թեստ։ Այստեղ հիմա ընդամենը 10 հայ է սովորում։ Տիգրան Սարգսյանը հանդիպեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, նվիրեց հայկական հուշարձանների մասին գիրք ու իր մենագրությունները։ Ինքն էլ հարազատ բուհից արծաթե մեդալ ստացավ։ Հպարտ ենք, որ մեր շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարն է։ Սա թույլ կտա երկու երկրի միջև կրթական ոլորտում գործակցությունն ավելի խորացնել։ Այստեղ անցել են իմ կյանքի ամենաերջանիկ օրերը, ուսանողները պետք է ձգտեն բարձունքների, սովորեն մտածել։ Իր գրառումներում նշեց Տիգրան Սարգսյանը։ Այնուհետ վարչապետն այցելեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, մասնակցեց ականավոր գիտնական արևելագետ Հովսեփ Օրբելու կիսանդրու բացման արարողությանը։